Այս ժամանակակից դարի եկեղեցին միայն մեկ բանի կարիք ունի։ Երբ որ մենք նայում ենք եկեղեցին, վերջի այս ժամանակակից վերջի եկեղեցին երկրի վրա, ամեն բան տեղում է։ Տեսքը, կառույցները, շենքերի կառույցները, ամեն բան գեղեցիկ է, չէ, տեղում է։ Մարդիկս կարողանում ենք լավ Աստծո խոսքը սովորել, ամեն բան, բայց մեկ բան կա, որ տեղում չէ։ Եվ այդ մեկ բանի կարիք ունի այսօր, այս դարի եկեղեցին, եւ դա Աստծո զորությունն է։ Աստծո ժողովուրդ, սա ցավով եմ ես ասում, որովհետև եթե չլինի Աստծո զորությունը, այս ամենը սուտ եւ փուջ է։ Պետք է մենք յուրաքանչյուրս ձգտենք Աստծո զորությանը։ Հիմա մեկ բան եմ խնդրելու, եթե կարելի է ձեր հեռախոսները անջատեք եւ խնդրելու եմ ձեր տեղերից շարժվեք, ոչ մեկը։ Այն խոսքը ինչ որ Տերը տալիս է, եկեք զգուշությամբ հսկում անելով լսենք, լավ։ Մանավանդ սա վերաբերում է տղաներին վերջում։ Խնդրում եմ, եկեք ուշադրությամբ լսենք խոսքը։ Եթե մենք խոսք ուշադրությամբ չլսենք, այս խոսքը այնքան որ կանցնի, մեր կյանքում ոչ մի փոփոխություն չի բերի, բայց եթե մենք հսկում անելով լսենք Տիրոջ խոսքը, այն զորությունը, որ այս խոսքի մեջից գործում է, մեր կյանքերը փոխվելու է։ Բոլոր նրանք, ովքեր այսօր ուզում են բաներ փոխվի իրենց կյանքում, թող Տիրոջը ձեռ բարձրացնեն, թող Տիրոջ ասեն, Տեր, այսօր ես ուզում եմ իմ կյանքում բաներ փոխվի, ես ուզում եմ այսօր իմ անձնականում բաներ փոխվի, ուզում եմ իմ երեխաների կյանքում բաներ փոխվի, ուզում եմ իմ առօրյա, իմ ամեն ինչի մեջ բաներ փոխվի, եւ հավատքով եկել եմ քեզ, Տեր, ու հավատում եմ, որ այսօր այդ օրն է, որ Տերը ստեղծեց եւ այսօր այդ օրն է, որ մենք մեր պատասխանները կառնենք, ամեն։ Առաջի դարի եկեղեցին ավետարանը տարածում էր, գիտեք կարծես ինչի նման, սաստիկ քամուց բռնկված կրակի նման։ Ես վերջերս կհիշեք, ես շատ քիչ ժամանակ առաջ կրակները եղավ, չէ, քամից ինչ կատարվեց, քամին այնքան սաստիկ էր, որ այդ կրակները ցրում էր, ամենուրեք արագությամբ տարածվում էր կրակը։ Առաջի դարի եկեղեցին Աստծո քամուց եւ իր կրակով բռնկված տարածում էր ավետարանը ամենուրեք։ Այսօր մենք հովիվներս խնդրում ենք, աղաչում ենք, որ մի հատ գնաք քարոզների տակ ձեր անձնական վկայությունները գրեք։ Սաղ ուզում են ծածուկ հոգևորն են, բայց հանկարծ չերևան, որ իրանք եկեղեցու հոգևոր անձեր են։ Դու ուրեմն հոգևոր չես, եթե դեռ ամանչում ես, որովհետև Քրիստոս Հիսուսից ծնվածը չի կարող ամանչի, ով է իր հայրը։ Ես այստեղ կանգնած չեմ ամանչում, վկայեմ իմ հերս ով է։ Ես պարծենում եմ իմ պապայով։ Սա խոսում եմ հոգևոր հայրս, իմ հայր Աստված։ Եվ ես չեմ ամանչի, դա կլինի իմ բիզնես փեյջը, դա կլինի իմ եկեղեցու փեյջը, դա կլինի որևէ փեյջերում։ Ես դավանեմ ու վկայեմ Քրիստոս Աստծուն, որը որ ինձ նենց գեղեցիկ, բարձրաձայնում ու հալելույաներ եք երգում։ Եկեք ապրենք սա։ Ես կյանքում չեմ ուրանա նրան, ով իր ձեռքը մեկնեց եւ ինձի դժոխքից, այն ցեխից բարձացեց։ Ես իմ կյանքում մենակ մեկ բան եմ ատում, ուրացող մարդկանց։ Եթե ես քեզ սիրում եմ, եթե դու իմ քուրս ես, քո տկարության, թերության, քո ամենավատ իրավիճակների մեջ դու մնում ես իմ քուրը։ Ես քեզ հավատարիմ եմ մնում մինչև կյանքիս վերջի շունչը։ Սա դեռ ես հələ մինչև հոգևոր կյանք գալն եմ իմացել, որտեղ իմ պապաս միշտ որ խոսում էր, մեզ ասում էր դավաճան մարդկանց կյանքում չհարգեք։ Ու այդ իմ մեջ եկել է փոքրից, մեզ տղու նման է մեծացել, ինքը տղա շատ է ուզել ունենա եւ Աստված իրան երկու հատ աղջիկ է տվել։ Եվ երկուսից կարծես տղայի նման կյանքում դավաճան մարդկանց չհարգեք, Աստծո ժողովուրդ։ Առավել եւս մենք պետք է մնանք հավատարիմ մեր ստեղծողին, մեր հորը, եւ նրա անունը չամանչենք դավանենք, ուր կլնեք, որ սեղաններում կնստեք, լսեցիք ինչ ասի,
որ սեղաններում կնստեք, մոդայիկ սեղաններ կնի, որ ընդունված չինի, դավանեք ու հռչակեք ով է ձեր հայրը, ով է ձեր փրկիչը, ում եք դուք միայն պաշտում եւ ընդունում, եւ ով միայն կարող է տիրել քո վրա։ Եթե դու մի սեղան ես նստած եւ ամանչում ես, ասես դու հոգեվոր ես, Քրիստոսի Աստծո զավակ ես, ուրեմն այդ մարդիկ են քո վրա տիրում, Աստված քո վրա չի տիրում։ Մենք Աստծո ժողովուրդը չենք կանչված, որ մեր վրա որևէ իրավիճակ կամ որևէ մարդ տիրի, երբեք համարձակ եղեք ձեր հոգևոր կյանքի մեջ եւ դավանեք Քրիստոս Հիսուս Աստծուն։ Առաջի դարի եկեղեցին ուր մտներ Հիսուս էր քարոզում, ասում եմ էլի կրակով լցված Հիսուս 5001 ապաշխարեց, հազարներով մեկ էին ապաշխարում։ Պետրոսի նման մեկը, որ այդքան տկար էր, մի քանի հոգի ասեցին Հիսուսի հետ ակայլում, հիշում եք, 3 անգամ ուրացավ, չէ Հիսուսին, չեմ ճանաչում, ով է Հիսուսը, ինչ Հիսուս, ես Հիսուսի հետ չեմ եղել։ Դա 3 անգամ եւ Սուրբ Հոգու զորությունը եկավ։ Մի հատ ուշադիր նայեք, երբ իշխանություն հագավ Սուրբ Հոգուց, էլումից ամանչեր, արդեն լցվել էր Տիրոջ հոգով, կանգնեց մի հատ քարոզ տվեց, երբ որ մարդիկ ծաղրում էին, ասում են լեզուներով են աղոթում, այսինքն սրանք հարբած են, սրանք չեն հասկանում ինչ են անում, Պետրոսը կանգնեց այնտեղ ու քարոզ տվեց, քարոզեց խաչյալ Քրիստոսին, ասում է 5001, 3000, դու պատկերացա, Հիսուս ասում է, եթե այս գրքերը գրվեր, ինչեր ա կատարվե, ինչ հրաշքներ ա կատարվե իր ժամանակներում, թեկուզ Իրանից հետո տեղ չեր մնա։ Այսօրվա եկեղեցին ինչ անում։ Քանի հոգու ես քուրս քարոզում Հիսուս։ Ախպերս, քանի հոգու ես ասում Հիսուսի մասին։ Քանի հոգու ես հրավիրում եկեղեցի։ Ձեզ եմ հարցնում, ժողովուրդ, ձեզ եմ հարցնում, ամեն մեկը ձեր մեջ պատասխանեք, տեսնում եք ինչ ծույլ ենք։ Սա զզվելի Աստծո աչքին։ Մենք պետք է պարտադիր առաջի դարի եկեղեցու սկզբունքներ ունենանք, լսեք, ամեն բան փոխվելու է մեր շուրջը, եղանակներն ա փոխվելու, մեր տեսքն ա փոխվելու, մեր հագուկապն ա փոխվելու, մեր խոսակցականն ա փոխվելու, ամեն բան փոխվելու է, բայց մեկ բան չի փոխվելու, Աստծո խոսքը, Աստծո սկզբունքները եւ Աստված, դրա համար ես խնդրելու եմ ձեզ, չգիտես ինչի այսօր գոռալով եմ խոսում, բայց երևի արդար բարգություն է, մի բան եմ խնդրելու ձեզ, քարոզեք Քրիստոս խաչյալին, հազարավոր ժողովուրդ գնում է դժոխք, ինչ ենք մենք անում, գիտեք մեզանից պահանջվելու է, ինչ պատճառաբանություն ունեք, ինչ եք պատճառ գտնելու Աստծո մոտ, ինձ հետաքրքիր է, ինչ պատճառ եք գտնելու Աստծո մոտ, անցած օրը մեր հովիվներից մեկը իր կինն էր զանգել եւ խոսում ենք, ասում է բանը Ալթադենա խմորեղենի ուտելիքի խանութ կա, չէ Գլենոքսի վրա, ասում է այնտեղ մեկը քեզ տեսել է եւ ճանաչել է ինչից, ասում է կողքովս մի հատ մեկը անցավ ասում է եւ ասում է մեկ էլ ասում է զգում եմ աղոթք ա գնում այնտեղ, մեկը ասում է Ֆրամ Ալթադենայի մեջտեղը կանգնած աղոթք ա անում, ասում է մի հատ որ զանգել իրան ասլա մի հատ նկար ուղարկի, տենամով ասլա կարող է էտի Pastor-նա John 3:16 եկեղեցու, որտեվ արդեն սաղ ինձի գիտեն, ուր մտնում աղոթք եմ անում։ Մեկ էլ այդ րոպեին նկարում ուղարկում ասում հա հենց մեր Սիլվինա։ Ուրեմն ինչ, ես աղոթք եմ անում, մի եղբոր հանդիպեցինք, իրար այդ աղոթքի մեջ ենք մտնում երկուսը, հետևս կանգնած երիտասարդ տղաներ այսպես մեզ են նայում, աղոթքս ավարտեցի շուռեկա, տենամ ուշադիր մեզ են նայում, ասի տղեկ ջան, աղոթքի կարիք ունեք։ Չասում բայց ինչ լավ է, գեղեցիկ է, որ աղոթում եք, ու սկսեցի քարոզել, ինձ առիթ է պետք, մեկին բռնեմ ու սկսեմ Հիսուս քարոզել։ Մենք այսօր, այս 21-րդ դարի եկեղեցին ծուլացած է, և ներողություն չեմ ասում, որ ձեզ ծույլ եմ ասում, բավական է, ժողովուրդ, ձեր բարեկամներին մի հատ նայեք, հարազատներին նայեք, ոմանքը ձեր ընտանիքի անդամներին նայեք, Աստված չանի, եթե այսօր իրանց վերջի օրը լինի, դուք հեչ ձեզ հարցրել եք, ուր են գնում ես մարդիկ։ Այս հարցումը թող բոլորիս տանջի, որ արթնանանք,
որ արթնանանք ու գործ անենք Աստծո թագավորության մեջ։ Գիտեք ինչ ձևի են այսօրվա այս 21-րդ դարի ժողովուրդը եկեղեցին, այն մի հատ ծառա կար, այն որ քանքարը առավ, մի հատը գնաց ու թաքցրեց։ Եվ երբ որ Տերը եկավ ու ասեց, մի հատ է էս որ տվել է, տարապահեցի, որ էս է չկորցնեմ։ Այսինքն բավական է, իմ փրկությունը պահել եմ, կարևորը ես եմ, ես փրկվել եմ։ Who cares նրանք կփրկվեն թե չէ։ Դուք մենակ պատկերացնեք Աստված ինչ ցավը ապրում այդ մտածելակերպով մարդկանցից։ Մեզ փրկել է, որ մենք փրկենք մարդկանց։ Մենք փրկվել ենք եւ մենք կարանք փրկվենք ու մեզ տաներ Տերը, բայց չի տարել, ինչու է թողել, որպեսզի մենք է պատճառ դառնանք ուրիշները փրկվեն եւ Աստծուն գան։ Եվ քանիսս ենք այսօր այդ գործը անում, ձեռքեր եմ ուզում տենամ։ Քանիսս ենք առատ քարոզում Հիսուս, սա ցավ է ինձի պատճառում։ Այսքան ժողովրդի մեջ հատուկենտ ձեռքեր եմ տեսնում։ Չեն լսում։ Հիմա ես ձեզ ուրիշ մի բան ասեմ արևս, գնում ես և ծնկերիդ վրա ես քարոզում իրանց, երբ որ ծնկերիդ, գիտեք, Հիսուսը ամեն ինչի պատասխանը տվել է, իրան էլ մարդիկ կային չէին լսում, ամեն ինչը պատասխան ունի, երբ որ մարդը շատ բռնված է, դիվահարված է, դրա մեջ մենակ հենց հենց չեն գնում ու քարոզում, դրա համար մենք առաջինը ծոմ ենք պահում, Երբ որ ծոմը պահում ենք, այդտեղ արդեն դիվային աշխարհի բաներ ա քանդվում ու շարժվում իր տեղից, հա? Գիտեք, բաներ կա, մենք պետք է ըստ Աստծո խոսքի քննենք, ճիշտ ձևով անենք, հա? Ճիշտ ձևով անենք։ Հասարակ մի բան եմ ասում։ Երիքովի պարիսպները, որ պիտի քանդվեր, Աստված կարող էր ասել, գնացեք, կանգնեք, աղաղակեք եւ Երիքովի պարիսպները կքանդվեն, ոչ, ասած գնացեք։ Շուրջը այսքան կպտտվեք, էսի կանեք, էնի կանեք, կնվագեք, կգորակ, բաներ կա հոգևոր աշխարհում, դրա համար Աստծո խոսքը ասում է, խոնարհվեք Աստծո խոսքին եւ հակառակ կացեք սատանային։ Եթե մենք չենք խոնարհվում Աստծո խոսքին, մենք ելել ենք մեր զենքերով պատերազմելու 100% պարտված ենք։ Բայց եթե մենք Աստծուն խոնարհվում ենք, Աստծուն խոնարհվելը որն է խոսքը, ինչպես է ասում, իսկ խոսքը ոնց ենք սովորում, երբ որ մենք այցելում ենք Աստծո տուն եւ Աստծո խոսքը սովորում ենք, մեր հավատքը զորանում է, մենք գնալով լցվում ենք Տիրոջով, Աստծո զորությունն ենք հագնում, այն ժամանակ մեր ամեն մի բառը սուր ու թուր է, որ կկտրի ու կմտնի ներս, չի կարա չփրկվեն։ Ես դրան չեմ հավատում, Աստծո ժողովուրդ։ Շատերը ես եկեղեցում, որտեվ քարոզել եմ։ Դրա համար են եկել, որովհետև կանգ չեմ առել, որովհետև սենց փիսիկի նման չեմ գնացել քարոզելու, վախենալով տենամ, կընդունի թե չէ, ես իմ հարմարցակությամբ ես եմ տիրել իրավիճակի վրա, որովհետև այդ իշխանությունը ինձ տվել է Տերը, որպես եկեղեցի ինչ կկապես կկապվի, ինչ կարծակես կարծակվի, այդ իշխանությամբ եմ ես մոտենում մարդկանց, եւ երբ որ խոսում եմ, արդեն իշխանությունը գործում է, եթե դու խոսաս, քուրս ասում ես չեն լսում, դու խոսաս, չեն լսելու, բայց եթե Սուրբ Հոգին խոսած քո միջոցով, Սուրբ Հոգին եթե խոսած, իրանք սկսելու են շարժվել, մի բան իրանց խանգարելու է, հավատացնում եմ ձեզ, բաներա փոխվելու, եւ ինչու եմ ասում չեն լսում, ինչու ես ասում չեն լսում, որովհետեւ առաջի դարի եկեղեցին զորություն հակած չի գործում, ինչ առաջի դարի եկեղեցին էր կարևորում, այսօրվա եկեղեցին չի կարևորում, այսօրվա եկեղեցին կարևորում է, որ խաչը սիրուն երևա, լույսերը լավ երևա, հետևը գեղեցիկ կնի շենքը, մեր շենքը ինչ գեղեցիկ է, չէ, սրանք են կարևորում, խոսում ենք, երբ որ շենքը շուտով առնենք, եկեղեցին Տերը տա, խոսում ենք արդեն ինչ ճոխ ենք սարքելու, գեղեցիկ, լսեք, առաջի դարի եկեղեցին դա չէր իրան հետաքրքրում, մի հատ փոքրիկ վերնատուն իրան բավական էր, եկեղեցին մարդիկն էին, որ առաջ այդ հավաքվում էին այնտեղ եւ զորավոր աղոթքներ ու պատերազմներ էր գնում, խոնարհվել էին Աստծո խոսքին, Տերը ասել էր չհելնեք դուրս, մինչեւ զորություն չհագնեք, խոնարհվել են, իսկ այսօր մեզ բան են առաջարկում, օքեյ եկեք անենք, լավ է, առաջի դարի եկեղեցին այդ ձև չի գործի, առաջի դարի եկեղեցին ասլա, սպասի, գնացել է կարծիքը Տիրոջ,
Առաջի դարի եկեղեցին կարևորում էր ավետարանի քարոզչությունը, որ ուր հասնենք քարոզենք ավետարանը։ Առաջի դարի եկեղեցին կարևորում էր միասնությունը։ Մենք մենակ բան չենք կարա փոխենք, մենք պետք է եկեղեցին միասնական լինի։ Իսկ այս դարի եկեղեցին սաղ իրար են ուտում։ Ում եկեղեցում ավելի շատ մարդ կա, ում եկեղեցում ավելի լավ է։ Ես մեր եկեղեցու ինչքան եմ ասել, բազում անգամ, երբեք ու երբեք չհամեմատվեք, համեմատությունը սատանայից է։ Լնում է, որ ասում են մեր եկեղեցին լավն է, ոչ, ոնց մեր եկեղեցին, ոնց մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին, Քրիստոսի տիեզերական եկեղեցին լավն է։ Եթե մենք այսօր մեկ ուրիշին տեսնենք բաժանված մեզանից, մի բան ծուռ է մեր մեջ։ Մենք միասնական ենք, եթե քույր եկեղեցիները հաջողվում են, հոգիներ են փրկվում, լցվում են, փառքը մեր Տիրոջը լինի։ Որովհետև մենք միասնական ենք ծառայում, մենք Աստծո տան մեջ, իր հունձքի մեջ մշակներ ենք։ Աստծո ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, բավական է մարմնավոր հավատացյալներ խաղանք, բավական է խաղալը, եկեք ապրենք, եկեք թողես զորությունը Տիրոջ ձրի տրված է, ինչու ոչ, եկեք վայելենք, եկեք բաներ փոխենք, ուզում եք բաներ փոխվի, հագեք Տիրոջ զորությունը։ Այսօր մարդիկ այնքան հեշտ կարող են խորտակվել իրենց կյանքի աշխարհի արագ տեմպերով, որ մոռանան հաջորդ աշխարհը ընդամենը մեկ շունչ հեռու է։ Այսինքն ակնթարթում մենք սպասում ենք Տիրոջ գալուստին, երկրորդ գալուստը Քրիստոս Հիսուսի, մենք սպասում ենք հափշտակությանը, բայց շատերը մինչև հափշտակությունը լինել իրենց աչքերը փակում են երկրի վրա։ Անցած օրը մենք լսեցինք մեր Լենա քրոջ տղան 35 տարեկան երիտասարդ տղա աչքերը փակեց երկրի վրա։ Ով գիտեր այդ տղայի վերջի օրներ այդ օրը։ Ով գիտեր, որ ինքը այդ մայրը առավոտը արթնանալու է եւ այլևս իր տղուն չի տեսնելու։ Ինչի ենք մենք այսքան թռուցիկ նայում կյանքին, ինչի ենք մտածում վաղվա օրը գալու է։ Ամեն օրը, ամեն վայրկյանը, ամեն ժամը մենք պետք է ապրենք կարծես վերջի վայրկյանն է, որ մենք հանդիպելու ենք Տիրոջ հետ։ Այդ ժամանակ մենք ավելի զգայուն ու զգուշությամբ կապրենք մեր որոշումները, մեր կյանքը, մեր ամեն ինչը։ Ոչ ոքի մի վայրկյան հետո խոստացված չի։ Ստեղ կա մարդ, որ հավատում է 1000 տարի ապրելու է։ Աստծո ժողովուրդ, լսեք ինձ, 1000 չէ, հավիտենականության հավատանք, որ հավիտենականություն ենք ապրելու այս երկրում, մեր կյանքը, որ մեզ տրված է, պատրաստվելու համար է։ Հիշեք, երկրի վրա կյանքը հավերժական նախապատրաստությունն է, որտեղ Աստված առաջնորդում է մարդկանց մարտահրավերների, այսինքն մեզ յուրաքանչյուրիս մարտահրավերների միջոցով եւ ի վերջո տանում է մեզ հավերժական կյանքի եւ իրական երջանկության մի վայր։ Ես կարծում եմ յուրաքանչյուր մարդ, չկա մի մարդ նման բան չերազի, յուրաքանչյուր մարդ կուզի մի վայր, մի տեղ ապրի, որ անverջ խաղաղություն է տիրում։ Ապրի մի վայր, որտեղ չկա ցավ, որտեղ չկա վախ, որտեղ չկա տրտունջ, որտեղ չկա համեմատական բաներ, որ իրար են համեմատվում, որտեղ չկա նախանձ, ատելություն եւ ամենակարևորը ինչից մարդկությունը այսօր սարսափում է, չկա այնտեղ մահ։ Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուրս ժառանգենք այդ հավիտենությունը։ Աստված դա պատրաստել է մեզ համար, մարդկության համար, բայց մարդու անհնազանդության պատճառով, Ադամի պատճառով մարդկությունը ընկավ այդ փառքից եւ իրավունքն ու զորությունը տվեց թշնամուն տիրելու իր վրա։ Այսօր նույնն են անում։ Երկրորդ Ադամը եկավ Հիսուսը եւ մեզ տվեց իշխանություն, զորություն, քայլեք օծերի, կարիճների եւ ամեն թույների վրայով, ոչ մի բան ձեզ չի վնասելու, բայց այսօրվա քրիստոնեությունը, այս հոգեբորները ինչպես են ապրում, վախկոտների նման,
վախենալով, դեր սնա հավատությունը մեջները կա, վայ կոշիկս ծրվեց, դզեմ չմեռնեմ։ Աստված մեզ եկավ ազատեց կախարդություններից, կռապաշտություններից, եկավ մեզ ազատեց հեթանոսական սուր կուրքապաշտություններից, ինչի եք հետ գնում դրանց մեջ։ Մտնում եմ տներ, տեսնում եմ նալը կախած, ինչի է այդ նալը կախած, հարցնում եմ, կարծես չգիտեմ, բայց գիտեմ, որ մեզ պաշտպանի, այդ նալը մի օր գլխի տանգնելու դու հավիցյան գնալու ես, մտնում ես տներ, տեսնում ես կուրքապաշտի նման արձանները շարել են, ու այդ արձանը անդադ ընգնում, ջարջում անդադ գլով հետ են կպցնում, հետ են դնում այդտեղ, այդ արձանը Մարիամը իրանց պաշտպանելու է, որտեղ եք դուք կարդացել, որ գրված ունի մորը սաղոթեք, որ ձեզի փրկեմ, որտեղ է գրած մորը սաղոթեք, հակառակը մերը, որ եկավ ասաց գնա Հիսուսին, ասա մայրդ ու եղբայրները տենեք է, այսինքն թող ծառայությունդ մի հատ արի դուրս, Հիսուս ասաց իմ մայրը նրանք են, ովքեր ստեղ նստած Աստծո խոսքն են լսում, ոչ միտեղ չի գրված, մորը սաղոթեք աղոթները կլսի, այս ինչ հավատքներ է, այս ինչ սուտ կառույց է, որ Աստվածաշնչին հակասում է, միակ բարեխոսը Քրիստոս Աստված է, միայն նրան կարող ենք մենք աղոթել, միակ անունը, որ ունի զորություն, իշխանություն, տիրելու, փրկելու, բժշկելու, ազատագրելու Քրիստոս Հիսուս անունն է, բավական է, կաղանք, ժամանակն է, որ հոգևոր ապրենք, ժամանակն է, որ իսկապես հոգևոր սկզբունքներով առաջ գնանք, ամեն։ Այսօրվա քարոզը ընդգծում է, որ երկրային կյանքը նախապատրաստվելու շրջան է հավիտենական կյանքի համար։ Այսօր Աստված խոսում է մեզ հետ։ Գիտեք ինչու, որտեվ շատ հեշտությամբ սատանան մեր աչքերը կարում է շեղի։ Մի քիչ գործերը սկսում է լավ գնալ։ Մի քիչ սենց ամեն բան սկսում է տեղը ընկնել։ Մեկ է մի անգամից արդեն ուշկու միտքը դառնում է էլի աշխարհային հաճույքները։ Ինչու ենք մենք երգում, որ երգներ Ռոզի քույր, որ երգում ենք, որ ինձ մի տուր ունեց կյանք, որ հետ դառնամ բառերը այդ վերջի։ Ինձ մի թույլատրիր կյանք, շքեղ կյանք, որ հանկարծ թողեմ քեզ ու հետ գնամ աշխարհ։ Էլի եմ ասում, փողը, հարստությունը, ամեն բան Աստծո օրհնությունն է։ Տերը տալիս է իրաններին, Աբրահամի ժամանակ էլ տվել, միշտ տվել է, Աստված առատաձեռն է եւ ամեն ինչը իրանն է, ինքը տալիս է, բայց հանկարծ, եթե քո կյանքում, քո ունեցվածքը, քո հարստությունը, քո փողը, քո որևէ այդ մատերիալիստիկ բաները կարողացավ իշխանություն ունենալ քո վրա, քո Աստվածը փողն է։ Տիրեք դրա վրա, ոչ թե դա տիրի ձեր վրա, ամեն, եւ Աստված իր սիրով ձևավորում է մեր փորձառությունները եւ առաջնորդում մեզ դեպի հավերժականություն, իր հետ, իր թագավորության մեջ։ Նայեք ինչ խոսում է տվել, ստեղ հիթրա միացրած, իսկապես միացած է, կարանք էսի միացնենք, իմ խաթր, 2 րոպե միացնենք մի հատ Հովանա, որ կարողանամ քարոզը շարունակեմ, thank you Ռուզան քուրս, ստեղ ասում են չէ, բայց դու արեցիր, Տերը օրհնի քո խոնարհությունը քուրս։ Հայտնություն գիրքը մենք գիտենք Հովանեսն ա գրել, Հովանես Մկրտիչը չի սա, Մույս Հովանեսն ա։ Հայտնություն գիրքը Հովանեսը, որ գրել էր նա, Պատմոս կղզիում էր, բանտում էր եւ հանկարծակի հոգուց հափշտակվեց եւ Աստված նրան ցույց տվեց բաներ, տվեց մեսեջներ, որ տանի եւ տա եկեղեցուն։ Այսօր 2000 քանի տարի է անցել այդ խոսքերը, այդ մեսեջները մեր համար է որպես եկեղեցի։ Եվ նայեք ինչ է ասում, նկարագրում է, թե ինչպիսին պիտի լինի երկինքը։ Հովանես ասում է, եւ ես տեսա,
նոր երկինք եւ նոր երկիր, որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրը անցան եւ ծով չկար, եւ ասում է ես Հովանեսս տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը, վայր գալիս Աստվածանից, երկնքիցը պատրաստված ինչպես մի զարդարված հարս իր մարդի համար, եւ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. ահա Աստծո խորանը մարդկանց հետ, ում հետ? Որ մարդկանց հետ, ովքեր իրենն են, ովքեր ունեն Տիրոջ կնիք իրենց ճակատներին, որը որ մենք ենք Աստծո ժողովուրդս, լսեք, ասում եմ մարդկանց հետ, եւ նա կբնակվի նրանց հետ, եւ նրանք կլինեն նրանց ժողովուրդ, եւ ինքը Աստված նրանց հետ կլինի նրանց Աստվածը, եւ Աստված կջնջի բոլոր արտասունքը նրանց աչքերից, եւ մահ այլևս չի լինի, ոչ սուգ կլինի, ոչ աղաղակ կլինի, ոչ ցավ կլինի, այլևս չի լինի, որովհետև առաջինները անցան եւ աթոռի վրա նստողը ասաց. ահա ամեն բան նոր եմ անում, եւ ասաց ինձ գրիր, Հովանեսին ասել գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ եւ հավատարիմ են, եւ ինձ ասաց. եղավ. Եվ ես ալֆան եմ եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, ես ձրի կտամ ծարավին կյանքի աղբյուրից, ով որ հաղթի, ինչ անի ժողովուրդ, բարձր ավելի, ով որ հաղթի, ամենը կժառանգի, եւ ես կլինեմ նրան Աստված, եւ նա կլինի ինձ որդի։ Իսկ ոնց ենք հաղթելու, բազում անգամ ասել եմ, երբ որ քայլենք Հիսուսի հետքերով, որտև Հիսուսը եկավ երկիր, ամեն բան խորհուրդ ունի, քայլեց ու ապրեց մի կյանք, օրինակ ծառայելով իրեն հետևողներին, ովքեր ուզում են երկինք ելնեն։ Ժողովուրդ, մի բան եմ ասելու, մի վախեցեք ու մի սարսափեք, եթե Աստծուն ունեք։ Դժոխքը իրական է։ Ոմանք ասում են դժոխքը երկիրն է, հենց այս ցավերը, այս ամեն ինչ մեր շուտ, սա չնչի, ընդհանրապես մի հատ sense դժոխքի ռեկլամն է։ Դժոխքը իրական է, հավիտենական կրակի լիճը իրական է, եւ պատրաստված էր այն սկզբանե սատանայի համար, բայց որտեղ մարդիկ ընտրեցին սատանային հետևեն եւ ոչ թե Աստծուն, մարդիկ նույնպես հայտնվում են դժոխքում։ Այսօր Աստված իր ձեռքը մեկնած բոլորիս կանչում է, ասելով ընտրեք հավիտենական կյանքի ուղին, հետևեք Հիսուսի հետքերին։ Հիսուսը երբ որ ապրեց հետքեր թողելով, որովհետև միտեղ համարի մեջ կհիշեք, ասում է դու գիտեք ճանապարհը, դու գիտեք ճշմարտությունը, այսինքն Հիսուսը ապրելով օրինակ է ծառայել, թողել է ձեզ որնա դա, եւ դուք էլ հետևեք այդ ճանապարհին, այդ ճանապարհը նեղ ճանապարհն է, որտեղ մենք կհալածվենք, ինչպես քույրս ասաց քիչ առաջ, որտեղ մեզ կծաղրեն, աղանդ կասեն, եւ շատ անգամ երբ որ ձեզ ասում են, ախր մի րոպե հələ, եթե լուսավորչական չեք, ավետարանական եք, աղանդ են դրանք, ասեք մենք աղանդ չենք, մենք տաղանդ ենք Քրիստոս Հիսուսով, որ մենք գտել ենք ճշմարտությունը, որ երբ որ մենք մոլորված էինք, Տերը մեզ գտավ եւ բացեց ճշմարտությունը, չկա աշխարհում մի մարդ արարած, որ Տերը նրան այցելած չլինի։ Ոմանք ասում են երկրեր կա, որ Աստված, որտեղ որ մարդ չգնա, ինքը կգնա։ Երբ որ նայում ենք Հիսուս ծովը ճեղքեց, մի հատ գերեզմանում դիվահարված մարդ, ասում է ինքն իրան շղթաներով ծեծում էր, քարկոծում, ինքն իրան վնասում էր, պատկերացնում եք սարսափելի իրավիճակի մեջ էր այս մարդը, ոչ ոք նրան ձեռ չէր մեկնում, նույնիսկ վախենում էին նրա մոտ գնային, գերեզմաններում էր քնում, բայց Հիսուս տեսավ նրան, եւ Հիսուս ամեն ինչ թողեց ու ծովը ճեղքեց ու գնաց այդ դիվահարի հետևից, գնաց եւ առաջարկեց փրկություն։ Գիտեք, չկա մի մարդ, որ Աստված չայցելի,
Չկա մի մարդ, որ թե տեսիլքով, թե երազով, թե հոգու չայցելվի։ Պարզապես տեղ խնդիրը սա է, կխոնարվի թե ոչ, խոնարվի թե ոչ, որովհետև Աստված բոլորի փրկությունն է ուզում։ Աստված ինքը մարդահաճո Աստված չի, ինքը մարդասեր Աստված է։ Դրա համար Աստված ունի ճանապարհներ, սենց գծած, ինչու, որպեսզի վտանգի մեջ մենք չընկնենք, հա։ Աստված մարդկությանը կանչում է զղջման, խոստովանության, ապաշխարության, այսինքն պատրաստության դեպի հավիտենականություն, ամեն։ Երկրորդ Պետրոս 3:9 համարում ասում է, նա չի կամենում մեկը կորչի, լսեք, Տերը երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենը ապաշխարության հասնեն։ Աստծո կամքը մեկ բան է եւ բարի է, որ մարդկությունը փրկվի։ Աստծո կամքը բարի է, որ նա այսօր այսքան ժամանակ խոսում է, դարձյալ էլի խոսում է փրկության, ապաշխարության մասին։ Աստծո կամքն է, որ ողջ մարդկությունը ժառանգի իր թագավորությունը եւ ոչ ոք դժոխքի բաժին չդառնա։ Աստծո կամքն է, որ դժոխքը դատարկ մնա։ Բայց հասկանում եք ինչ գործ ունենք անելու դրա համար։ Բռնկված տիրոջ կրակով հելեք ու ավետարան քարոզեք։ Արդեն լիքն է այս զալը, դա համար կիսել են, կեսը կողքի սրահում են արդեն երիտասարդները քարոզը լսում, մեր հրաշալի Լիլիթ քրոջ միջոցով եւ երեխաներն դասատուների միջոցով փառքը Հիսուսին այդ հոգիների համար, որ պատրաստ մշակներ են ծառայելու համար։ Երեք երեկոյան մինչև ժամը քանիսը Լիլիթ քրոջ տունն են եղել երիտասարդները, չեն ուզում տուն գան։ Զանգում եմ, ասում եմ, Անտոնի ջան, արդեն մեղ կա, հանգիստ թողեք, եկեք տուն։ Չէ, ասում են, այնքան հրաշալի անցնում ստեղ։ Այնքան սիրուն ծառայություն են արել, մեր Լիլիթ քուրը, Ռոզի քուրը, Ռան աղբերը, այնքան սիրուն երիտասարդներին հավաքել են միտեղ, կտրել են ձեր երիտասարդներին աշխարից, որտեղ հավաքվում են կներեք, ուռում են կամ դրագներ են անում, հավաք է տարել են Աստծո տուն, Աստծո խոսք լսելու։ Մենք պետք է չափազանց գնահատենք այն ծառայությունները, որ մեր ծառայողներն են այս եկեղեցում անում։ Դուք չեք հասկանում այսօր ինչ են անում։ Ինչպես մենք չենք հասկանում այսօր Աստված ինչ գործ անում, բայց կգա ժամանակ ամբողջ նկարը կտեսնենք, եւ այդ նկարը գեղեցիկ է։ Երբ որ կնայես ու կտեսնես, իմ երեխան կարող է լինել մի վայր, որտեղ իմ երեխան կարող էր կռվի մեջ ընկներ, մեղքի մեջ ընկներ, մեղքի մեջ թաթախվեր եւ իր համար շատ ուշ լիներ։ Գիտեք, մեկ անգամ փորձեն դրագը, բավական է, որ կապվածություն առաջանա, որտեղ դա դև է։ Մեկ անգամ փորձելը բավական է, մենք ստեղ շատերի հետ ենք աշխատել, տարիներ եւ աշխատում։ Նայում են աչքերիս մեջ, ասում են, ուզում եմ փոխվեմ, ուզում եմ կյանքս փոխվի, չեմ կարում, որտեղ այնց մի հատ կապանք է, բա եկեղեցի զորություն հագիր, որ ազատագրես այդ կապանքներից նրանց։ Ժողովուրդ, լսեք, խնդրում եմ ձեզ, գնահատեք այս ծառայողներին, գնահատեք մեր քուր աղբերներին, որ ծառայում են այս տան մեջ, ովքեր որ իրենց ժամն են դնում ու չեն խնայում, որպեսզի մեր երեխաներին կարողանան ճիշտ սնեն Աստծո խոսքով։ Երբ նայում ենք Հիսուսի երկրային կյանքին, նա կենտրոնացնում էր աշակերտներին եւ բոլոր նրանք, ովքեր իրեն էին գալիս հավատքի վրա։ Ինչու՞։ Ինչով ենք մենք փրկվում։ Հարց, եկեղեցի, ինչով ենք մենք փրկվելու։ Հավատքով։ Մենք ոչ մի բան չունենք բարձենալու, որ հելնենք ասենք, Տեր, քո անունով ես եմ արել, քո անունով եմ արել, ոչ մի բան մենք չենք արել։ Եթե արել ա, դա Տերն ա արել։ Մենք միակ մեկ բանով կարանք երկինք ելնենք եւ կանգնենք Տիրոջ առջև։ Հիսուս Քրիստոս զոհը ընդունել ես թե ոչ։ Որովհետև միայն Հիսուսով է փրկությունը, որ մենք կարող ենք հելնենք ու պարծենանք, որ Հիսուս ունենք մենք մեր մեջ, ամեն։
Հարությունից 40 օր անցկացրեց Հիսուսը երկրի վրա, այցելելով բազում ժողովրդի, գիտեք պատմությունը։ Նրանց մեջ Հիսուսը հրաշքներ էր անում, նրանց ուսուցանում էր, մխիթարում էր, շտկում էր, ցույց էր տալի ճշմարտության ճանապարհը։ Այս ամենը անում էր մեկ բանի համար՝ ամրացնելու նրանց հավատքը։ Գործ առաքելոց առաջի գլուխը, որ ընթերցեք կտեսնեք, այնտեղ շատ պարզ գրված է, այդ ամենը արվում էր, որպեսզի հաստատվի բոլորի հավատքը։ Աստծո ժողովուրդ, սատանային մենակ մեկ բան է պետք՝ հավատքդ գողացավ, քեզ ունի։ Իսկ ամեն բան ես աշխարհում կարա քո հավատքը գողանա։ Դրա համար չտրվես։ Վախը կարա քո հավատքը գողանա, որտեղ վախն էլ մեկ ուրիշ տեսակ հավատքա։ Երբ որ դա եկավ եւ դա տիրեց քո մեջ, դու պրծար։ Էլ դու արդեն հա Հիսուս ասեն, դու մենակ այդ վախի մտքերով ես ապրում։ Դա դիվայն մի հատ հավատք է, որին մենք պետքա գիտակցաբար հասկանալով եւ ընդունելով մերժենք։ Ասում է հակառակ կացեք թշնամուն, նա կփախչի ձեզանից։ Քանի ստեք այսօր այստեղ իսկապես պատերազմում վախերի դեմ։ Անցած օրը ես խոսում եմ մեկի հետ, ասում եմ, գիտես, դու ամեն օր վախերի պաշտամունք ես անում։ Երբ որ դու ամեն օր նստում ես, սպասում ես, որ ժամը 10-ին ճնշումը տա բարձրանալու, ճնշումի ապարատը հետդ ման ես գալիս, սա հավատք է, չծիծաղաք, սա ճշմարտություն եմ խոսում ձեր հետ, ժամը 10-ին ճնշումը տես չափում, ժամը 1-ին հաց որ կերար պրծար, նստում սպասում ես, որ հեսա վատանալու ես մի հատ, իրիկունվա 5-ի կողմերը մի հատ էլ ես վատանում, դեղդ պտի խմես, հետո ժամը 10-ին քնելուց մի հատ էլ քնաբեր խմես, ես ինչ է, վախի պաշտամունք, հավատքով վեր կաց, ասա Հայր Հիսուսի անունով, տիրում եմ ես ամեն իրավիճակի վրա, քանդի փշրի, ավիրի ամեն վախի մտքերը, քայլի ծովի վրայով, գիտես Պետրոս ասաց, Տեր, կանչիր ինձ և ծովի վրայով կքայլեմ, հել առավոտ շուտ ասա Տեր, կանչի ինձ, որ քայլեմ ես ամեն ինչի վրայով և քայլի, որտև հավատքը քեզ կքայլացնի ծովի վրայով, հավատքը քեզ կտա իշխանություն, սարեր տեղափոխես, հավատքը քեզ կտա իրավիճակ, որ այլևս ճնշումը չես ստուգի ու շատ լավ կզգաս, հավատքը քեզ կտա իրավիճակ, որ կգականցնի օրեր ու կտենաս չես վատացե, պարզապես դու որտև պաշտում էիր անգիտակից ձևի քո վախերին, դա անընդհատ հետ էր գալիս, սայկլի նման հետ էր գալիս, որտև դու քո մտքումդ կառուցել ես այդ կլոր սայկլը, it's gonna come back to you, constantly, ես իմ երեխեքին միշտ ասում եմ, և ասեմ Արմանը իմ մեջ բերեց այդ հզոր, այդ համարձակությունը, երբ որ իրան ինսուլտը խփեց և իր աչքերը չէր տեսնում ու ես վատացած, շատ վատ, ով ինձ գիտի հովիվներել են ընդեղ եղել տեսան, ես իմ նման չէի, ես մենակ գլուխս բռնած սենց հարցում, ինչու տեր, ու լսեք ինչ կատարվեց, մի պահ նստած ենք, սաղ աղոտք են անում, ես շուռ եկա ու Արմանին նայեցի, իր աչքերը շատ վատ էր, չէր տեսնում, բայց ինքը ժպիտը դեմքին նստել էր, սաղի դեմքը տխուր, իրա դեմքը ուրախ, ու իմ մեջ հարցում առաջացավ, ես խես կան ուրախ, ինչն է իրան դզել ես վիճակի մեջ, գիտեք ինչ ասաց, ասաց Սիլվիկ, աչքերս չտեսնելով է, մենք իրար հետ ծառայելու ենք ասում, ինչ ուզում է լինի, շարունակում ենք ծառայությունը, դա գիտես ինչ արեց, քույրիկը զանգեց, ասեց մինչև նուն, մինչև ժամը 12-ը գալը իրիկունվա, Աստված խոստացավ ինձ ու ասաց, աչքերը բացելու եմ իր հավատքի պատճառով, իր այդ հավատքը, ինքը չեր ընդունում տենց ամենալ, բժշկ ասում է 8 ամիս թերապիներ կանեն, 3 տեղից ստրոկ ախպե, ինքը ասում է չի կարա տենց բանի, 3 ժամ հետո աչքերը բացվել է։ 3 ժամ հետո աչքերը բացվել, էդի դու կասես հեքիաթա, եկեղեցու անդամները թող վկայեն, հովիվները թող վկայեն, բացվեց աչքերը 3 ժամ հետո, ինքը մի անգամից գոռաց տեսնում եմ, ու ինձ թվաց ինքը կատականում, որ ինձ հանգստացնի այդ վիճակից,
տեսնում էր։ Հիմա ես չեմ հավատում, որ տեսնում է։ Հիմա ես եմ խառնվել իրար, ասում կաղա ուղեղին մի բան եղավ։ Այմար չէ տեսնում է, աղոթք են անում, քանի ժամ աստեղ Աստծո մարդիկ։ Սատանայի կամքն է, որ փչացնի մեր հավատքը։ Իմ ընտանիքը այն ինչ որ տեսել է, իսկապես սա հավատքի պտուղներն է։ Աստծո ժողովուրդ, այս երկրում, այս աշխարհում, քանի դեռ ապրում ենք, պատրաստվենք Հիսուսի գալստյանը։ Ամեն րոպե պատրաստ լինենք։ Թեկուզ եթե էլ չի եկել, բայց քո աչքերը փակվեց, պատրաստ փակվես, որ Հիսուսի գրկում արթնանաս, որ դու ունես հավիտենական կյանք։ Ամեն։ Երբ ովքեր վախենում էին եւ կասկածում էին այն ժամանակները Հիսուսին, Հիսուս չէր վրդովում նրանց մարդկային այդ հակումներից։ Գիտես, մենք եթե մեկ անգամ սենց խոսքի օրինակ, մեկը ասի, կասկածում է, ինչ որ մի բանի վրա, որ ասում եմ կարա լինի եւ կասկածում է, մի տեսակ վրդովում է, չէ՞ մեջդ գալի է, դե հերիք է, էլի հավատա քեզ ասում եմ։ Հիսուսը չէր վրդովում։ Փոխարենը ասում է, մենք տեսնում ենք, որ նա այցելում էր տկարներին։ Թովմասը եղբայրների հետ մեկտեղ նստած էին եւ սպասում էին, որ Հիսուսը իրանց կայցելի։ Կհիշեք, Հիսուսը առաջին այցելեց Մարիամին, հա? Ասաց գնա եղբայրներին ասա հարություն եմ առե, գնաց ասաց հարությունը առե Հիսուսը երրորդ օրն է։ Բայց Թովմասը կասկածեց, ասեց մի պայմանով կհավատամ, եթե ես Հիսուսի վերքերին կպնեմ, իր կողի այդ խոցին կպնեմ, կհավատամ, որ ինքը հարություն առե։ Էդ ինչ հավատա, էդ արդեն տենում ես, հավատ չկա տեղ, չէր հավատում, բայց մի հատ նայեք ստեղ նրբությունը, Հիսուսի բարությունը, ինչքան հասկացող է մարդկանց, ասում է այդ պահին Հիսուսը նրանց մեջ հայտնվեց։ Եվ գիտեք ինչ արեց։ Թովմաս, արի, ձեռքերդ դիրի մեզ խոցերի վրա, կողս կպիր, տես, որ ես կենթանի եմ, հարություն եմ առե, և Թովմաս այդ պայն դու ես իմ Տերն ու իմ Աստվածը, ասաց Թովմաս, դու տեսար դրա համար հավատացիր, բայց երանի նրանց, որ չտեսած կհավատան, որ ես երրորդ օրը հարություն եմ առել, գիտեք ովքեր են այդ երանելիները, մենք բոլորս, որովհետև մենք չենք կպել նրա վերքերին, մենք նրա խոցերը չենք շոշափել, բայց հավատում ենք, որ մեր Տերը, մեր Փրկիչը երրորդ օրը հարություն է առել, ամեն։ Այնքան եմ սիրում, թե ինչպես էր Հիսուս կարեկցանքով մոտենում մարդկանց, հասկանում էր մարդկանց, մենք մարդիկս էլի եմ ասում, մի պահ գալի եմ, որ ասում է բաժակը լցվեց, հերիք այլ չեմ կարում տա, Տիրոջ մոտ բաժակ չի լցվում, երբ տկարացար, երբ թերացար, երբ ծուլացար ու թուլացար, նա պատրաստ է քեզ այցելելու, միայն մեկ բան է սպասում, Աստծո խոսքում ասում է զանգիր նրան, հա, հենց այտենց, ասում է կանչիր նրան, զանգիր նրան, նա կգա, որտև ոչ թե դու արժան ես, ես արժան եմ, որտև նա հավատարիմ է իր խոսքին, իր խոսքի ետևում ինքը կանգնած է, ամեն։ Մենք պետք է ապրենք մեր երկրային կյանքը պատրաստվելով երկնայինին։ Տիրոջ խոսքը երբեք չի ձախողվում, ովքեր են հավատում։ Այն ինչն է սկզբից մարգարեացավ մարգարեների բերանով, սա խոսում եմ 5 կտակարան, բոլորը կատարվեց, թե Հիսուսի ծնունդը, թե խաչելություն, բոլորը կատարվեց։ Եվ գալիս ենք նոր կտակարան, Հիսուսը ինչ խոսած իր համար, որ ինձ կբռնեն, կմատնեն, հետո ինձի կչարչարեն, հետո ինձի կխաչեն, հետո կսպանեն, կմեռնեմ, բայց երրորդ օրը հարություն կառնեմ, դա էլ կատարվեց։ Եսայա 55:11 այսպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ։ Աստծո խոսքը պարապ ետ չի դառնում իր մոտ, ինչ խոսել է կատարվելու է։ Իսկ հիմա եկեղեցու այս վերջի դարաշրջանում Տերը մեզ պատվիրում է, պատրաստվենք Տիրոջը հանդիպելու, պատրաստվենք Տիրոջը դիմավորելու, ամեն։ Հիսուսի հետ հավիտենական կյանք ունենալու համար մենք պետք է պատրաստվենք նրա երկրորդ գալուստին։
Եվ ինչպես բոլոր մյուս մարգարեները եւ նաեւ ինքը, որ խոսեցին այդ խոսքերը, ոչինչ չի տարբերվում այսօրվա խոսքերից։ Այսօրվա համարել է նա խոսել, որ ես գնում եմ հորս տունը, որտեղ շատ բնակարաններ կան, գնում եմ ձեր համար տեղ պատրաստելու, ասում եմ հետ եմ գալու, ձեզ էլ իմ հետ տանելու եմ այնտեղ, որտեղ որ ես եմ։ Քանիսս ենք այդ խոսքերի վրա հիմնված սպասում Տերը գա մեզ տանի իր մոտ։ Աստծո ժողովուրդ, նայեք ինչ խոսում, որտեղ որ ես եմ, դուք էլ ինձ հետ կլինեք։ Այսինքն Հիսուսի հետ ենք լինելու։ Այնտեղ այլևս արեգակ պետք չի, որտեղ նրա երեսի լույսը արդեն մեզ համար բավական է լինելու։ Այնտեղ խավար մութ գոյություն չունի։ Ձգտեք երկինքը։ Ձգտեք երկինքը։ Երկինքը պետք է մեզ համար ավելի հարազատ տեղ լինի, քան այս ոչ ու փուչ երկիրը։ 4 կետ եմ ասելու շատ արագ, ուզում եմ կենտրոնանալ սրա վրա եւ ավարտելու եմ քարոզս։ Այս 4 կետերը թող բացահայտեն ինքներս մեզ եւ ավելի, որպեսզի ավելի զգայուն եւ նախապատրաստական լինենք, որտեղ մենք բոլորս ճամփորդներ ենք այստեղ, որտեղ ենք մենք անցկացնելու մեր հավիտենությունը, դա է հարցումը, եւ արդյոք մենք պատրաստ ենք կամ պատրաստվում ենք դրան։ Առաջինը ինքնակնություն։ Առաջի ամենակարևոր կետերից մեկը ինքնակնությունն է։ Ինչ է դա։ Քննենք ինքներս մեզ, քանի որ այն կօգնի մեզ բացահայտել մեր թուլությունները եւ մեղքի խնդիրները։ Երբ մենք բացահայտենք ինքներս մեզ, մենք կարող ենք ավելի կանխամտածված լինել կյանքի հանգամանքների եւ գայթակղությունների միջև նավարկելու ճանապարհին։ Այսինքն մենք կիմանանք որտեղ ոնց մեզ պահենք, որ թշնամին ոչ մի sense փոքրիկ բաց թողում չգտնի, մատնի ու մեզի կործանի։ Ինձ իսկապես դուր է գալի Դավիթի աղոթքը, որից էլ հենց քարոզը ծնվեց ինձ համար, կուզեմ մեկ անգամ եւս ընթերցել։ Սաղմոս 139:23 համարը փորձիր ինձ ով Աստված եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածածները եւ տես, թե որ չար ճանապարհում լինեմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Ինչ ենք հասկանում, որ Դավիթը աղոթում է, եթե ես երկրի վրա, շեղվել եմ եւ չար ճանապարհով եմ գնում, Տեր, քննիր ինձ ու գտիր եւ ինձ ուղղիր եւ ինձ հետ տարեն հավիտենական ճանապարհը, որ կբերի քո մոտ։ Յուրաքանչյուրս պետք է աղոթենք սա, ամեն։ Երկրորդը ապաշխարության կյանք ապրելը։ Ինչ է ապաշխարության կյանք ապրելը։ Ես շատ եմ լսում, որ ասում են 1943 թվականին ես ապաշխարության աղոթք արեցի։ Լավ ես արել։ Հետո բան փոխվեց քո կյանքում։ Մեկ անգամ աղոթք անելը դա փրկվել չի։ Մեկ անգամ աղոթք արել ես, սրտանց եթե աղոթել ես, վերստին ծնվել ես, բայց դու այդ հոգում պետքա կերակրես, թե ոչ։ Մենք չենք կարող խոսել ապաշխարության մասին առանց հնազանդության մասին խոսելու։ Ապաշխարությունը հնազանդության պտուղն է, որ մենք պետքա հնազանդեցնենք մեր անձերը, որ ապաշխարենք։ Աստծուն հնազանդվելը նշանակում է մեռնել մեր մարմնական ցանկություններին, այն ինչ որ ես մարմինն է ուզում, մեռնել դրա համար, հեռանալ դրանից, մերժել մեղքը եւ ընտրել սուրբ կյանքը։ Գիտեք, ապաշխարության կյանքը սա Աստծուն հանդեպ նաեւ սիրո հայտարարություն է։ Հիսուս հիշում եք ինչ ասաց, սիրում ես ինձ։ Հիմա էլ մեզ հարցնում, սիրում եք Հիսուսին։ Ասում ուրեմն խոսքս պահեք։ Ծնող, եթե քո երեխուն ասում ես, եթե սիրում ես ինձ, բերանով ինձ մի ասա ինձ սիրում ես, ուրեմն իմ ասածները արա։ Այդ ինչ սեր է, եթե դու ինձ ասում ես մամ ջան, քեզ սիրում եմ,
բայց ճիշտ հակառակ բաներ ես անում, կամ պապ ջան, քեզ սիրում եմ, հակառակ բաներ, դա ինձ սեր է, այդ սիրո լեզուն Աստված չի հասկանում, Աստված մեկ լեզու ունի, սեր, որը գործ ունի, որը պտուղ ունի, և դա ուզում է տեսնի մեր մեջ, որովհետև որդին Հիսուսը այնքան սիրեց հորը, որ երբ որ կհիշեք այնտեղ եկավ և աղոթք էր անում և ասում է իր այդ քրտինքը այրան կաթիլների նման գնում էր աղոթք էր անում, որովհետև գիտեր չարչարանքը, տանջանք է, տառապանք արդեն տենում էր ինքը, ասում է հայր, վերցրու ես բաժակը ինձանից, այսինքն այդ բաժակը խաչը չհելնեմ, հետո մի անգամից նայքել իր սերը հոր հանդեպ, հայր, ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թողնի, այսինքն գնում եմ վերցնելու, խմելու ես բաժակը, մինչև վերջ, գիտեք շատերը քրիստոնյաներ այսօր հասել են այս վերջի կետին, որ արդեն իրանց փրկությունը, են հավիտենությունը շատ մոտ է, ստեղ կանգնած այդ նույնն են աղոթում, վեկ ալիզնից այս բաժակը շատ ծանր է ինձանից, չեմ կարում էլ սա անցնեմ, Աստծո ժողովուրդ երգում ենք, չէ, փրկության բաժակս կվերցնեմ, եթե երգում ենք, ուրեմն ապրենք, ամեն, սուրբ կյանք ապրելը նա է, որ փողզիջման չգնանք թշնամու հետ, ամեն, Հովանես, առաջի Հովանես 2:1 ասում է, իմ որդյակներս, սա եմ գրում ձեզ, որ մեղք չգործեք, և եթե մեկը մեղք է գործում, բարեխոս ունենք հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին, և նա քավություն է մեր մեղքերի համար, և ոչ միայն մերինների, բայց բոլոր աշխարհի, եթե մեղք ես գործում, մարմինը տկարանում է ու մեղքի մեջ ես ընկնում, վազիր Հիսուսին, վազիր Հայր Աստծո ոտերի մոտ, ու ասա Տեր, բարեխոսիր անձիս համար, բայց Հիսուսին խնդրիր, ոչ թե հրեշտակների կամ առաքյալների անուններով, Հիսուսն է միակ բարեխոսը, որտեղ ոչ մի առաքյալ հրեշտակ կամ որևէ սուրբ չունի ձեռքերին խոցեր, միակը որ ունի իր ձեռքերին խոցեր, քո մեղքերի պատճառով դա Քրիստոս Հիսուս Աստված է, և միայն նա կարող է կանգնել Հայր Աստծո մոտ և ասել նայի Հայր, վճարել եմ գինը այդաքրոջս, հրայր աղբորս, Հովիվ Արմանի, Ռոզի և մնացած բոլորի, այդ խոցերը կարող են միայն բարեխոսել մեզ համար, դրա համար աղոթքներն է ճիշտ պետք է երկինք բարձրանա, ամեն, մեղքը ատենք, մեղքը չփայփայենք, կան է հոգևորներ, որ Աստծուն սիրում են, բայց մեղքն էլ են մի քիչ սիրում, մի քիչ, շատ քիչ, հիմա ամեն մեկը մտածում եք տենաս ով են այդ հոգևորները, յուրաքանչյուրս ենք, Բերանն աբրն է հրայր եղբայր ասում ամոթ մեզ, իսկապես բոլորիս ժողովուրդ չփայփայենք մեղքը, որտև այդ փոքրիկ մեղքը մի թեթև փայփայի գլուխա բարձրացնելու։ Երրորդ կարևոր բաներից մեկը ավարտում եմ, խոստանում եմ, այսօր համբերատար եղեք, Տերը մեզ սարքում է, կապված լինենք Քրիստոս Հիսուսին, Պողոս առաքյալը իրեն ծանոթացնելուց եկեղեցուն այս խոսքերն է ասում, Եփեսացիս 3:1 լսեք, սրա համար ես Պողոսս Հիսուս Քրիստոսի կապվածս, Երանի ամեն մեկս այդ ձև Քրիստոս Հիսուսի կապվածը լինենք, երբ որ մենք նրան կապված ենք, մենք երկնքի հետ կապի մեջ ենք, հաղորդակից ենք, 24 ժամ, Հիսուս Քրիստոսի կապվածը անդադար աղոթների մեջ է, Հիսուս Քրիստոսի կապվածը չունի անձնական կամք, անձնական շահ, Քրիստոսի կապվածը նա նրա ստրուկն է, նա նրանն է, նա ասի նստի կնստի, նա ասի կանգնի կկանգնի, Քրիստոս Հիսուսի կապվածը ամենաբարձր պաշտոններից մեկն է, աշխարհը կասի հիմար են սրանք, Ոնց կարելի է մեկի կապվածը իրան ամենաբարձրը տենա, Աստծո կապվածը աշխարհի համար ամենացածրն է, բայց երկնքում ամենաբարձրն է, Աստծո աչքին ամենաբարձրն է, Քրիստոս Հիսուսի կապվածը
իր անձնական կամքը չունի, այլ Տիրոջ կամքն է, ինչպես ասացի, Քրիստոս Հիսուսի կապված մարդը անդադար միացած աղոթք, լսում է Տիրոջ ձայնը ու ճանաչում է Տիրոջ ձայնը։ Նա գիտի դա Տերն է խոսում իր հետ, ամեն։ Սուրբ գրությունները իր համար թանկ են, ոչ թե ավետարանը իր տան մեջ, շատ հայ ժողովուրդ այսօր մեր քրիստոնյաներ, լսեք, այս ավետարանը դրած կամ բարձի տակ կամ իրենց տան մեջտեղը, այնքան որ ցուցադրվեն ավետարան ունեն, լավ է որ ունեք, բայց եթե այս ավետարանը չբացվեց ու մենակ փոշին առնվեց, քո համար ոչ մի երկնքի դուռը չի բացվի, չես հասկանա ով անա եւ ինչպես ես դու քայլելու երկրի վրա, ամբողջ կտա, դու պատկերացա, հիմա սենց ասենք, իմ հայրը ինձ կտակ է գրել, հարստություն է թողել իմ հայրը ինձ, եւ այդ կտակը ինձ են տալիս, ու ես այդ կտակը առնեմ հորս հարստությունը ու տանեմ տունս, դնեմ մի հատ դարակում, բիլերս գալիս է, չեմ կարում մուծեմ, հա, օրինակ եմ բերում, Աստծո ժողովուրդ, իրական չի, չէ՞ թակասեք Փաստի Սիլվիան սենց բան ապրում, բիլերը գալիս է, չեմ կարողանում մուծեմ, ընդեղ վարձագալի չեմ կարողանում մուծեմ, ինչի, որտեվ անխելք եմ, հորս կտակի մեջ ամբողջ հարստությունն է, ինչի չեմ բացում ու օգտագործում, սա որ այդ հարստությունը բայել եմ ու այդպես ճգնաժամի մեջ չապրեմ, այսօր շատերը այդպես են ապրում, իրանց թվում է, իրանք հարուստ են, որ ավետարան ունեն իրանց տանը, ոչ, դու հարուստ ես, եթե դու ես ավետարանի մեջ, երբ որ մտնում ու սուզվում ես այդ ջրերի մեջ, գնաց, էլ քո դեմ արգելք չկա, ամեն, Քրիստոս Հիսուսի կապվածները, Քրիստոս Հիսուսի կապվածները հավատքի կյանքի ամուր հիմքի վրա են հաստատված, չորրորդ կետը, կարևոր կետերից մեկը, Աստծուն հնազանդված կյանք ապրելը, ստեղ ովքեր են Աստծուն հնազանդված կյանք ապրում, սաղը ձեռքերները տիչացեք, են հնազանդությունը, որ Աստված է պահանջում, դեռ մենք շատ ճանապարհ ունենք անցնելու, որ հասնենք դրան, հնազանդ լինելը Աստծուն նշանակում է ցանկացած քայլ անելուց առաջ Աստծուց ուղղություն եւ պատասխան ստանաս, ոչ թե ինքնագլուխ կյանք ապրես, այլ ամեն բան սպասումը լինի Իրանից, Երեմիա 7:23-ում նայեք ինչ ասում, ահա այս բանը պատվիրեցի նրանց ասելով, լսեցեք իմ ձայնը, եւ ես ձեզ Աստված կլինեմ, եւ դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, եւ գնացեք այն բոլոր ճանապարհումը, որ ձեզ պատվիրեցի, որովհետեւ ձեզ համար բարի կլինի, Աստծո խոսքին հնազանդվելը, դա ոչ թե ինչ որ Աստծո համար լավություն ենք անում, այլ մենք մեզ ենք լավություն անում, կարևորենք կարևորը եւ ոչ թե ժամանակավորը, կարևորենք հավիտենականը, չկարևորենք անցնողը, կարևորենք մնայունը, ամեն, երկինք ու երկիր անցնելու է, մեր Տիրոջ խոսքերը կատարվելու է, Աստծո ժողովուրդ հավատացնում եմ ձեզ ավելի երկար է քարոզս, բայց որ երկար եմ ինձ թվում է, մինչև ժամը 4-ը կմնանք, երկար է քարոզս, չգիտեմ ինչու, լցնում էր Տերը, ես գրում էի, լցնում էր, գրում էի, բայց կավարտեմ մեկ համարով, Եփեսացիս 5:16 համարով, բռնեք այս խոսքերը, այդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ, գնեցեք ժամանակը, որովհետև օրերը չար են, նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը, Տիրոջ կամքը վերջի ժամանակների համար հայտնեց մեզ, ուշադիր լսեք, ասաց 10 կույսերի նման ալնելու Հիսուսի գալու ժամանակ, 5 կույսերը հիմար էին, 5 կույսերը իմաստուն էին, եւ ինքը մեզ պատվիրեց, ասեց եղեք այդ իմաստունների մեջ, գիտեք 10-ը պատրաստվում էին, բայց այն 5-ը զորություն չունեին, բայց այն 5 իմաստուն կույսերը զորությամբ լցված էին,
լապտերներում յուղը լիքը եւ իրանք պատրաստ ամեն ժամանակ սպասում էին Փեսայի վերադարձին, քանի սսենք պատկանում 5 իմաստուն կույսերի այդ կարգավիճակին։ Այսօր Տերը այդ խոսքով ուզեց ավարտեմ ես, գնա տուն ու քննի անձդ, իչքանով ունեմ Տիրոջ զորությունը իմ մեջ, իչքանով է Տիրոջ զորությունն ու իշխանությունը գործում իմ տան մեջ, որտեվ ամեն բան սկսում է տնից հետ։ Եթե դու դեռ իշխանություն չունես քո երեխաների վրա, չունես իշխանություն քո ընտանիքի վրա, չունես իշխանություն շուրջդ մարդկանց վրա, դու դեռ այդ իմաստունների մեջ չես, պատրաստվիր եւ լցվիր Աստծո Սուրբ Հոգու զորությամբ, որպիսի կարողանաս հաղթության մեջ ապրել, ոչ թե որ հասնես երկինք, այլ երկրի վրա։ Հիմա կխնդրեմ բոլորս ոտքի վրա